Բարի երեկո, եթերում լուրերի հետքերովն է, այս ժամի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Համասի հետ Իսրայելի պատերազմի ավարտի մասին։ Գազան ամբողջությամբ վերակառուցվելու է, իսրայելցի պատաններին երկուշաբթի կամ երեքշաբթի ազատ կարձակեն, հայտնել է նա։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելը եւ Համասը Եգիպտոսում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնել են սկսել Գազայի հատվածում իր խաղաղ կարգավորման ծրագրի առաջին փուլի իրականացումը։ Ես մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ Իսրայելն ու Համասը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Դա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի համաձայնեցված գիծ որպես ամուր երկարաժամկետ հավերժական խաղաղության առաջին քայլ։ Սա մեծ օր է արաբական եւ մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների եւ ԱՄՆ-ի համար։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում միջնորդներին Քաթարից, Եգիպտոսից եւ Թուրքիայից, ովքեր աշխատեցին մեզ հետ այս պատմական եւ աննախադեպ իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, ասել է Թրամփը։ Նշենք, այս հանգստյան օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կմեկնի Եգիպտոս, որտեղ կստորագրեն խաղաղության մասին բոլոր փաստաթղթերը։ Նուբարաշենում գիշերը կրկին հրդեհ է բռնկվել։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ Գրեթե բոլոր ջրցամեքենաները աշխատել են, նրանց են միացել նաև հրշեջ փրկարարները։ Հրդեհի մեծ մասը մարված է, միայն տեսանելի ծուխն է մնացել, մեկնել է 6 մարտական հաշվարկ, տեղում աշխատել 27 փրկարար։ Հիշեցնենք, Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսին։ Հրապարակ օրաթերթը գրում է. մի քանի օր է ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ։ Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում, ձևավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին եւ հավակնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Աղբյուրի տեղեկություններով իշխանական թիմին հրահանգ է իջեցվել օրորոցում խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական օրուժի ծնունդ, կարևոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի։ Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը։ Եթե մի քիչ ծանրակշիռ է, ՔՊ հրետանին։ Բացի այդ 2026 թվականի ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներին ու համայնքապետերին, եթե հնարավոր է ազատվել նրանցից, եթե ոչ հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։ Իշխանությունն այլևս ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Կարող են կալանավորել համայնքապետին, նրա որդուն, զինակիցներին, առաջիկայում հալածանքներ սկսել այլ հայտնի ու ազդեցիկ դեմքերի, այդ թվում ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ։ Իդեպ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ակնարկեց, որ օրենքում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ թափածինք դառնա կուսակցությունների ֆինանսավորումը։ Ով է ֆինանսավորում մյուս կուսակցություններից, ինչ աղբյուրներից են ֆինանսավորվում։ Այս հարցերը պետք է օրենքով կարգավորել։ Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարցը ընդհանուր բարձրանում։ Կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան եւ կոնսպիրացիայով զբաղվեն։ Հրահանգ է իջեցրել Նիկոլ Փաշինյանը։ Դոկ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել։ Քանի դեռ Վարդան Ղուկասյանը նստած է, Հայաստանում շարունակելու են դատել եւ եկեղեցականներին, եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին, եւ Հայաստանի շահերի համար խոսող մարդկանց։ Ինչու՞, որովհետեւ ընդդիմադիր այլևս գոյություն չունի։ Վարդան Ղուկասյանի ասացի պես մենակ լոփո հաչան։ Հիշեցնենք, Վարդան Ղուկասյանին շուրջ 8 ամիս անազատության մեջ են պահում ԱՄՆ-ում։ Դոկ կուսակցության ղեկավարը ԱՄՆ-ում չի կարող մնալ, քանի որ ըստ որոշման նախախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը։ Վարդան Ղուկասյանը տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա։ Հայաստանում դոկ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այսպես կոչված խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար։ Ղուկասյանը մեղքը չի ընդունում։ Հայաստանը թևակողում է զբոսաշրջության, առևտրի եւ ներդրումների նոր դարաշրջան։ Այդ մասին ասվում է հայտնի Forbes պարբերականի անդրադարձում։ Հեղինակավոր Forbes-ը ծավալունյութ է նվիրել Հայաստանին, ընդգծելով նրա աճող դերը որպես կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև։ Պարբերականի կարծիքով երկիրն ավելի ակտիվ է զբոսաշրջության զարգացման, ներդրումների ներգրավման եւ Եվրամիության հետ կապերի ամրապնդման շնորհիվ։ Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային տեսարժան վայրերին, գինեգործական ավանդույթներին եւ Հայաստանի տպավորիչ ներուժին տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում։ Լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է։ Աշխարհազորային սահմանապահների աշխատավարձը 60,000 դրամով կրճատելուց հետո տասնյակ աշխարհազորայիններ լքել են զինծառայությունը։
Մոտ 1 տարի առաջ Ադրբեջանի սահմանը պաշտպանող ամսվա մեջ 14 օր մարտական հերթապահություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձը 180,000 դրամից դարձրին 120,000 դրամ։ Այդ պատճառով Տավուշի սահմանագոտին պաշտպանող տասնյակ աշխարհազորայիններ դադարեցրին սահմանագոտու պաշտպանության գործը, դուրս եկան ծառայությունից։ Սահմանագոտին պաշտպանողների թիվը չի հերիքում, ուստի սահմանը միասին պաշտպանում են 3 կատեգորիայի ծառայողներ։ Աշխարհազորայինները հայտնեցին, որ մարտական հենակետում միասին ծառայում են աշխարհազորայիններ, պայմանագրային զինծառայողներ եւ ՊՆ պատիվ ունեմ եւ ես եմ ծրագրերով զինծառայողներ։ Այդ պայմաններում առավել քան տարօրինակ է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի դարձնելու իշխանության որոշումը։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Ֆիլիպիններում 7.4 մագնիտուդով երկրաժարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա։ Դպրոցներում դասերը չեղարկվել են, պետական հաստատությունների աշխատանքը դադարեցվել։ Ay, sa rescue. Kaya sa Hawak. Hawak ka. May kusog kayong linog. Այսօրվա համար այսքանը։ Իսկ դու, սիրելի հեռուստադիտող, շարունակիր հետևել լուրերի հետքերին։